Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 14-ի համար։ Օրը չորեքշաբթի է, տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվում։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մայիսի 14-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ճանապարհ եք գնալու, նաև հանկարծակի լուր կարող եք լսել, եւ ինչ որ հույս է ձեր մեջ արթնանում կամ հույսով լցվում եք, կարող է ճանապարհից է, կարող է այդ տեղեկատվությունից է, կամ հույսն այդ կարող եք դնել ինչ որ մեկի կամ ինչ որ բանի վրա այդ օրը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 14-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը առավոտյան ոչ է գաղտնիք կարող է բացահայտվել, հնարավոր է նաև դա սիրային թեմա է,
Սիրային եռանկյուն հարաբերությունները կարող են բացահայտվել, սիրային թաքուն հարաբերությունները կարող են բացահայտվել, նաև ինչ-որ կարող է գաղտնիք է, որ ինչ-որ անակնկալի նման, հա, այդպես կարող է դա բացահայտվել։ Ուղղակի անակնկալը լինի, հա, մարդիկ չգիտեին դրա մասին։ Եվ տան հետ կապված որոշ իրադարձություններ կան, հնարավոր է առիթ է, հնարավոր է տուն եք փնտրում, տեղափոխվում եք եւ այլն, հա, ինչ որ մի բան է, որը տան հետ է կապված։ Ոմանք կարող է տուն եք մաքրում, լիարժեք, ոմանք ինչ որ տեղը գնում եք առիթի եւ ինչ որ սպասում եք։ Մարդկանց եք սպասելու կամ ինչ որ բանի եք սպասելու այդ օրը։ Եվ ճանապարհ, կարծես թե չեմ ասել, ճանապարհ եք գնալու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մայիսի 14-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը նորություն կլսեք, նաև ճանապարհ եք գնալու, ձեր ցանկությունները կիրականանան եւ հանկարծակի լուր կարող եք լսել։ Հիմա թե այն լուրը այդ հանկարծակի լուրի հետ կապ ունի, թե չունի, չեմ կարող ասել, բայց կարող առանձին է, մեկը ուրիշ լուր է, մեկը ուրիշ լուր է։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 14-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև հրավերք ունեք որևիցե առիթի, բնականաբար, այստեղ նաև հաջողություն կամ հաջողությամբ կանցնի այդ առիթը սեղանի շուրջ եւ այլն, կամ ինչ որ հաջողություն եք նշում, որ տեղի ունեցել ձեզ հետ։ Ժամը ձեզ համար շատ կարևոր է, կամ կնստեք սեղանի շուրջ եւ չեք էլ նայի ժամը։ Գործերը կմնան, չեք հասցնի ավարտել, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, նաև ինչ-որ մեկից կարող եք հիասթափվել կամ ինչ-որ բանից կարող եք հիասթափվել և տատանվեք, կամ ինչ-որ մեկի մասին կարող եք այդպես ծանոթ հետևանել հաստատ, սա այսպիսի մարդ էր, թե ոչ, ինչ-որ կամ հստակ մեկն է, կամ ինչ-որ բանից, կամ նաև կարող է տխրում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին մայիսի 14-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, ոմանք նաև գործնական այնտեղ հանդիպում, խոսակցություն, դա կարող է լինել հենց բժշկական հաստատությունը եւ այլն, յուրաքանչյուր վայր։ Եվ գաղտնիք այդ օրը կարող է բացահայտվել, ինչ որ մի բան կորոշեք կավարտեք այդ օրը, ուրախ եք, տրամադրությունը բարձր է, և օրվա վերջ ինչ-որ բաներ ձեզ կարող են տանջել և տատանվեք, տատանման մեջ գտնվեք, ինչ-որ ծանոթ հետևանեք ինչ-որ հարցեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին մայիսի 14-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը տան հետ կապված որոշ իրադարձություններ ունեք, երջանիկ եք, նաև ինչ-որ կարող բան է ձեզ երջանկացնում է կամ տան հետ կապված, կամ առիթ է այնտեղ եք ձեզ լավ զգում, երեխաների հետ կապված որոշ իրադարձություններ կան, կարող երեխայի առիթ է, հղիություն, ծննդաբերություն եւ այլն։ Կարող եք հուզվել, կարող եք նաև արտասվել, ինչ-որ մի բան ձեր օգտին է ավարտվում, ինչ-որ մի լավ բան տեղի կունենա, նվեր եք գնելու կամ դուք տաք, կամ կարող ձեր տանն է այդ առիթը եւ դուք եք նվերներ ստանում, հյուրեր, իհարկե, կամ դուք կգնաք կամ ձեր տուն կգան եւ սպասում եք, այստեղ կարծես թե ավելի շատ ձեր տանն է, սպասում եք ինչ-որ մարդկանց, ինչ-որ բանի եւ այդ օրը գաղտնիք կարող է բացահայտվել, հնարավոր ինչ-որ անակնկալ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշեռքների։ Ինչ է սպասվում կշեռքներին մայիսի 14-ին։ Հարգելի կշեռքներ, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված։ Նաև ոչ է ինչ-որ գաղտնիք կարող է բացահայտվել կամ ինչ-որ մի բան կարող եք իմանալ եւ դա կարող է վերաբերվել նրան, որ ինչ-որ մի բան չի ավարտվել, ինչ-որ մի բան չեն արել եւ այլն, ինչ-որ գործեր կան, որոնք կարող են մնալ։ Ոմանք տարածքն են մաքրում, որպեսզի սեղանի շուրջ նստեն, կարող է ինչ-որ մարդկանց եք սպասում։ Ոմանք է սեղանի շուրջ նստած կարող եք վեճ ունենալ, վեճի բռնկվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճների մայիսի 14-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը գումար եք ստանալու, ոչ թե հաջողություն ունեք, որից որ բավականին շատ կերջանկանաք, եւ գումարը ինչպես կգա, այդպես է կարող եք ծախսել։
Կամ գումարի մասին կարող եք ինչ-որ մեկի հետ խոսել, արժեքի մասին խոսել եւ անմիջապես կողատվյալ անձնավորությունը վճարում է ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 14-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը հանդիպում ունեք ինչ-որ մարդու հետ եւ ինչ-որ հարցեր կլուծեք, կավարտեք, կվերջացնեք, դա այդ հարցը, այդ խնդիրը կգնա ի վերջո ձեզանից։ Նաեւ ոմանք ժամադրություն ունեն, ոմանք պայմանավորվածություն են սիրելի մարդկանց հետ, սեղանի շուրջ եք նստելու, այստեղ տատանվում եք, հյուր ընդունեք, թե դուք գնաք հյուր, հա, կախված է այստեղ թե ինչ իրավիճակ է։ Ժամը ձեզ համար շատ կարևոր է, կարող է կամ ժամ եք պայմանավորվել կամ ժամերով ինչ-որ միտեղ կարող եք մնալ, այստեղ կարող հյուր գնա կամ հյուրը գա երկար մնա ձեր տանը եւ ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մայիսի 14-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը հաջողություն ունեք, ինչ-որ մի բան հաջողությամբ կարող եք անել, ուղարկել ձեզանից հեռու, ինչ-որ մի բան կգնա, բայց դա ձեզ հաջողություն կբերի։ Նաև
Ինչն եմ դրել այստեղ։ Ինչ որ բաներ նաև կարող եք ավարտել, հենց դա է, որ ավարտում եք հաջողությամբ, իհարկե, եւ ձեզանից գնում է այդ փաստը։ Ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, ոմանք գումար կստանան, նաև ճանապարհ եք գնալու եւ ինչ որ մարդկանց այդ օրը կարող եք սպասել, կամ ինչ որ բանի կարող եք սպասել այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 14-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը հաջողություն ունեք, ինչ որ մի ոլորտում, հնարավոր է սիրային ոլորտում, ոմանք կարող են սիրահարվել, ոմանք սիրո խոստովանություն ստանալ կամ անել դա էլ, հաջողությամբ կանեք, դիմացինը կընդունի ձեր ասածը կներեք, ինչպես որ կա։ Նաև ոմանք այստեղ սիրային ժամադրություն ունեն, թաքուն սիրային հարաբերություններ, այդ թաքուն գաղտնի հարաբերություններ կարող եք իրար հետ հանդիպել այդպես։ Եվ բամբասանքներ կամ ձեր մասին կամ բամբասել կամ ինչ-որ մեկը կարող ձեզ մոտ ուրիշից բամբասի։ Եվ նորություն կլսեք այստեղ, ինչ-որ մի բանը սուտ է, կարող է այստեղ այդ բամբասողն է ասում, ինչ-որ մեկից գալիս է, գիտես, սա, բայց դա սուտ է։ Համենայն դեպս, ինչ էլ որ լինի, այդ օրը ինչ-որ փաստաթուղթ է, ինչ-որ ստանում եք, ինչ-որ մի բան ներսում այնպես չէ։ Ստուգել տվեք, տաղ ամեն մանրուքը։ Ինչ-որ մի բան այնպես չէ։ Թեկուզ տեղեկատվությունը, որը որ այդ օրը կստանաք, եւս ինչ-որ մի բան այնպես չէ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 14-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը կարող եք գնալ ինչ-որ միտեղ երկար մնալ, հնարավոր է սեղանի շուրջ եք նստելու, այնտեղ կարող եք երկար մնալ։ Ոմանք սիրային ժամադրություն ունեն, գաղտնի իհարկե հարաբերություններ, ոմանք եռանկյուն հարաբերություններ։ Եվ դա նաև որից է գաղտնի գործողություն է։ Աշխատանքի հետ կապված ինչ-որ հաջողություն, կարող է աշխատանքի եք ընդունվում, հարցազրույցի եք գնում կամ հանդիպում եք պետական աշխատողի հետ, նաև շատ աշխատանք կարող եք ունենալ եւ այդ օրը անեք։ Սեղանի շուրջ եք նստելու, ինչ-որ մեկին կարող եք սպասել կամ ինչ-որ բանի կարող եք սպասել, գործնական հանդիպում կամ գործնական զրույց կունենաք այդ օրը եւ օրվա ավարտին ինչ-որ կարող ինչ-որ հարցեր ծանոթ թեթև անել, անցածը, հա, ինչ-որ պահեր, դրանք սկսեք ծանոթ թեթև անել։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։